Պատկերացրեք, ձեզ գրում են ու որոշակի վճարի դիմաց առաջարկում գալ Երևան տեսանյութ նկարելու համար, բայց կա մի պայման՝ դուք պետք է ասեք կոնկրետ քաղաքական ուղերձ։ Սա հորինված պատմություն չէ։ Վերջին օրերին մոլդովացի բլոգերները ստացել են նման առաջարկ։ Woman Ruslan ներկայացել է որպես գովազդային գործակալության մենեջեր եւ առաջարկել մի քանի օրով գալ Երևան ու նկարահանել տեսանյութ։ Թվում է սովորական համագործակցություն է, բայց ոչ այնքան։ Ռուսլանը ոչ միայն առաջարկում է գալ, այլ նաև հուշում է ինչ պետք է ասել։ Տեքստը պատրաստ, ուղերձը հստակ, դիմել վարչապետին, խոսել փոքրամասնությունների իրավունքների մասին եւ աջակցել եվրոինտեգրմանը։ Բայց այստեղ սկսվում են կասկածները։ Չկա ընկերության անուն, չկա պաշտոնական կապ, հաղորդակցությունը միայն Telegram-ով է։ Եվ ամենակարևորը, առաջարկվում է քաղաքական բովանդակություն, ֆինանսական փոխհատուցման դիմաց։ Ավելին, նույն առաջարկը ստացել են ոչ միայն մոլդովացի բլոգերներ, այլ նաև հայաստանցի հասարակական գործիչներ։ Սա նոր մեթոդ չէ։ Մոլդովայում օրինակ ընտրություններից առաջ տարածվել են կեղծ նամակներ, հաղորդագրություններ եւ SMS-ներ։ Դրանք տարածել են միգրանտներ տեղափոխելու, գենդերային կրթության եւ նաև պատերազմին մասնակցելու մասին։ Այս ամենը մեկ նպատակ ունի՝ ազդել մարդկանց ընկալումների վրա, առաջացնել կասկած ու լարվածություն։ Սա կոչվում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա եւ միջամտություն՝ FIMI, երբ փորձում են ազդել հանրային քննարկումների վրա կեղծ նախաձեռնությունների եւ ուղղորդված հաղորդագրությունների միջոցով։ Իսկ ինչպես հասկանալ, որ նման առաջարկը կասկածելի է։ Եթե չկա կազմակերպության պաշտոնական կայք կամ էլեկտրոնային հասցե, եթե ձեզ տալիս են պատրաստ տեքստ, եթե առաջարկը քաղաքական է ու վճարովի, եւ եթե ամբողջ շփումը միայն Messenger-ով է, ապա ամենայն հավանականությամբ գործ ունեք մանիպուլյացիայի փորձի հետ։